ապրիլ 24-ի այս խորհրդավոր օրը Բևեռի ազգային ժողովրդական Բևեռի աջակիցներով հավաքվել ենք եւ այցելեցինք նախ ինչպես բոլորդ քաջ հայտնի է Եղեռնի հուշարձանը մեր հարգանքի տուրքը մատուցելու եւ մեր խոնարհումը բերելու մեր նախնիներին եւ հետո շարժվեցինք դեպի այստեղ Երվանդ Ֆնդիկյանի շիրմի մոտ նրան ասելու այս խորհրդավոր օրը, որ մենք կանք եւ պիտի լինենք, որ մենք պահանջատեր ենք եւ մենք վրեժառու ենք, մինչեւ հասնենք մեր նպատակին։ Մեր բոլորս եւ ընդհանուր պետք է ունենա այսօր միայն մեկ նպատակ, այն է հասնել հաղթանակի, որ վերջապես մեր թշնամին հասկանա եւ ընդունի իր սխալը եւ վարձահատույց լինի մեր կորստի համար։ Հենց այստեղից էլ այս տարբեր ձևաչափով, ինչպես տեսնում եք, անում ենք պիտի վարենք մեր ամեն շաբաթյա իրավունք եւ պահանջատիրություն հաղորդաշարը, բոլորովին տարբեր իրավիճակում, բայց կարծում եմ այսպես է շատ լավ կստացվի։ Կմոտնամ շատերիդ, կտամ հարցեր, կուզենանք լսել ձեր բոլորի պատասխանները եւ կարծում եմ հեռուստադիտողին շատ հետաքրքիր կլինի։ Ուրեմն այստեղ մենք այսօր հավաքվել ենք ոչ միայն որպես հայեր, այլ որպես վկաներ մեր պատմության, վկաներ ճշմարտության, վկաներ հիշողության եւ նաեւ սրբազան պարտականության։ Եվ մենք բոլորս էլ կարծեմ պատրաստ ենք պայքարի, ամբողջ հայ ազգն է պատրաստ պայքարի, ուղղակի ոմանք չեն հասկանում դեռ։ Ես օրինակ մի հարց ունեմ մեր երիտասարդներից, այստեղ տեսնում եմ ոմանց, այ օրինակ մտածում եմ հայ լինելը ինչ է քո համար նշանակում, եթե ասում ես հայ, ինչ ես հասկանում հայ լինելով, դա միայն սպառում է որպես հիշողություն, թե ինչ-որ գործողություն է պահանջում եւ եթե պահանջում է ինչ-որ գործողություն, ինչ գործողություն օրինակ քո կարծիքով։ Գործողություն եւ պարտականություն, առաջին հերթին հայը այն ազգն է, որ հազարավոր տարիներ ապրել է հայկական լեռնաշխարհում, դեռևս 15-ից 17 հազար տարի առաջ եւ շարունակում է իր գոյությունը, չնայած ունենալով բազմաթիվ թշնամիներ, որոնք ատում են հայերին եւ փորձում են մեր հայրենիքը մեր ձեռքից խլել, թողելով ընդամենը 29800 քառակուսի մետր, բայց նաեւ հայ ազգը ոչ միայն հպարտություն է, այլ պարտականություն եւ խոստում նախնիներին, որ մենք պետք է ուժեղ լինենք, շարունակենք մեր պայքարը, մենք պետք է զոհի կարգավիճակում հանդես չգանք, չհանձնվենք եւ շարունակենք պայքարել, մինչեւ կազատագրենք մեր հայրենիքը թուրքանման հայերից, թուրքերից եւ կդարձնենք մեր հայրենիքը մեծ հայք, հայկական լեռնաշխարհը ազատագրելով, հզորացնելով եւ ազգային գաղափարները տարածելով, սկսած մանկապարտեզից մինչեւ մեծահասակները, ամբողջ աշխարհում տարածելով այդ գաղափարները եւ միավորելով հայերին ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Այսինքն շարունակական աշխատանք է հարկավոր դրա համար։ Այո, շարունակական աշխատանք եւ թիրախային եւ նպատակային կազմակերպված պայքար, ոչ թե բաժանված պայքար կուսակցությունների միջև եւ այլն եւ այլն։ Վերկուսակցական պայքար, որպեսզի ժողովուրդը համախմբվեն, համազգային պայքար, համազգային գաղափարների շուրջ, որպեսզի ազատագրվի մեր հայրենիքը, պատժվեն թշնամիները եւ հատուցեն մեզ հասցրած վնասները։ Շատ բարի։ Ուրեմն ավելի քան 1 դար առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը եւ 1.5 միլիոն հայ զոհվեցին, նահատակվեցին։ Մենք խոսքով ենք ասում 1.5 միլիոն, բայց Աստված գիտի, թե որքան շատ ավել էր։ Որպես խորհրդանշական նշվում է ապրիլի 24-ը, բայց մենք գիտենք, որ դա միայն խորհրդանշական օր է։ Միայն խորհրդանշական օր է, կներեք։
ցեղասպանությունը շարունակվել է սկսվել է դրանից շատ առաջ եւ շարունակվել է դեռ շատ հետո տարիներով եւ մենք երբ որ այստեղ եկել ենք հիմա մենք չենք հաշվում որպես մարդաքանակ մենք հաշվում ենք որպես կյանքեր որպես պայծառ մտքեր եւ որ կործանել են նրանք չեն կործանել միայն չեն սպանդի չեն ենթարկել միայն անձանց սպանդի է ենթարկվել նաեւ հայկական մշակույթը նաեւ մեր պատիվն է տրվել գետնով եւ խոսելով այս մշակույթից շատ բան կարելի է ասել բայց քանի որ հիմա այստեղ մեզ մոտ գտնվում է մշակույթի ներկայացուցիչ Տիկին Մարգարիտա ես ձեզ ուզում եմ մի հարց տամ օրինակ որպես մշակույթի ներկայացուցիչ դուք գիտենալով թե ինչ է արել ցեղասպանությունը հայ ժողովրդի համար եւ դուք ինքներդ ինձ ասացիք քիչ առաջ որ ամեն օր եք դրանով ապրում ինչ եք զգում երբ որ մանավանդ այս օրերը գալիս են ինչ որ տարբեր բան հատուկ մի բան զգում եք կամ ձեր խորհուրդը որը կլինի թեկուզ մշակույթի անձանց թեկուզ հայ մայրերին ձեր խոսքը խնդրում եմ որպես մշակույթի ներկայացուցիչ մինչև խորհուրդը տալը ասեմ որ իմ հոգում վրեժ է վրեժ եւ միայն վրեժ եւ ազգային արժանապատվության վերականգնում իսկ առանց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության ազգային արժանապատվությունը երբեք չի վերականգնվի եւ քանի կենթանի է հայ ազգը պետք է հետամուտ լինի աշտարության վերականգնմանը դա բոլորիս յուրաքանչյուրիս պարտքն է եւ քանի չի վերականգնվել արդարությունը գեներով պետք է փոխանցվի սերնդե սերունդ հուսանք որ մեր սերունդը պիտի դա տեսնի իհարկե ցանկություն է դա բայց բոլոր դեպքերում առանց միասնության հայ ազգի միասնության մենք մեր նպատակներին չենք կարող հասնել ուստի ես ցանկանում եմ մեր ազգին վեր կուսակցական գաղափարների շուրջ համախմբվի եւ չտրվի կուսակցական գզվռտոցներին այլ միահամուռ միասին հավաքվեն մի գաղափարի շուրջ այն է ճանաչումը ցեղասպանության եւ պահանջատիրությունը այլապես ուրիշ ձևի փրկություն հայ ազգին չի լինելու քանի որ գիտեք արդեն որ մեզ անընդհատ դարաշարունակ կոտորել են վկա Արցախի դատարկումը վկա Արցախի մեզանից խլելը այդ փոքրիկ հողակտորը որ մեր հայրենիքի մաս էր կազմում գալով մշակույթի ես խորհուրդ եմ տալիս մեր մշակույթի բոլոր ներկայացուցիչներին մատների արանքով չնայել այս հարցին պահել մեր մաքրամաքուր հայ երաժշտությունը թուրքական կլկլոցների վերջը տալ եւ քանզի մշակույթով ենք մենք հավերժանալու նաեւ հայ ազգը գոյություն է ունենալու իր մշակույթով եւ այդ մշակույթը շատ բան ունի անելու եւ իր պատմությանը պետք է անդրադառնա եւ ճիշտ պատմությանը ոչ այն պատմությանը որ մեզ սովետական ներկայացրել են այլ ճիշտ պատմությանը եւ նաեւ որպես մշակույթի ներկայացուցիչ ես իմ լուման եմ ներդրել ցեղասպանության 100-ամյակին նվիրված երգ գրելով բոլորին որպեսզի մեր սերունդները հիշեն եւ լինեն պահանջատեր օրինակ ես այսօր լսում էի մի հարցազրույցում որ խոսում էին որ շատ մտավորականներ կամ արվեստագետներ վախից ելնելով չեն ուզում խոսել մտքի մեջ մտածում են ճիշտը գիտեն որն է բայց չգիտես ինչի վախից չեն ուզում խոսել ինչ կասեք դրա մասին շատ ցավալի է բայց փաստ է դա բայց եթե չեն ուզում խոսել ինչ կարող ես ան չես տանելու ադրջանակ դնես ճակատին ասես պիտի խոսես ամեն մարդ պատասխանատու է իր խղճի առաջ պիտի պատասխան տա եւ քանի այդպիսի մարդիկ մեր ազգի մեջ շատ կան ուշ ենք հասնելու մեր նպատակների իրականացմանը բայց որ հասնելու ենք դա փաստ է ես համոզված գաղափարակից եմ մեր պահանջատիրության ցեղասպանության ճանաչման եւ քանի իմ բերանում շունչ կա ես պայքարելու եմ դրա համար շնորհակալություն
Այո, 1915 թվին ճիշտ է եղավ հայոց ցեղասպանությունը, բայց ցեղասպանությունը դրանով չավարտվեց։ Մեզնից հետո եղավ Հոլոկոստ, եղավ Ռուանդա, եւ մինչև օրերս, ինչպես Տիկին Խլղաթյանն ասեց, Արցախի հայաթափումը։ Դա էլ միայն հայաթափում չէր, դա էլ Եղեռնի մի տեսակ, դա էլ ցեղասպանություն, որովհետեւ միայն 120,000 ընտանիք չենք կարող ասել, որ տնազուրկ եղան, այդ մարդիկ իրենց երազանքները կորցրեցին, այնտեղ սպանդ եղավ, որի մասին շատ քիչ է այսօր խոսվում, մարդիկ այո սովի ենթարկվեցին ամիսներով եւ մեր մշակույթը այնտեղ մեր հարուստ մշակույթը որ այնտեղ մնաց եւ շատ կարճ ժամանակ հետո մենք տեսանք Նյու Յորքում բերվեց ցուցադրվեց որպես թշնամու մշակույթ մեր գորգերը մեր եկեղեցիները այնտեղի ինչպես արդեն մզկիթի են վերածվում այսինքն մշակույթը շատ կարևոր դեր ունի ազգի համար մի ազգի պահպանության համար մեր ժողովուրդը այսօր նորից վտանգված է փաստորեն եւ այսօր Սյունիքի վրա է կախված թշնամու սուրը եւ մենք տեսնում ենք հասկանում ենք որ այդ սուրը չի հեռանալու Սյունիքի վրայից այսպիսի մի հարց ունեմ ձեզ օրինակ դոկտոր Միրանյան որպես ավակ սերունդ որպես վերապրող ցեղասպանության եւ որպես ակտիվ մասնակից բոլոր հայրենանվեր աշխատանքների ինչպես կարող ենք մենք փոխանցել այս այսպես ձևակերպեմ ինչպես կարելի է մեր երիտասարդությանը մոտենալ այնպես որ նրանց մենք փոխանցենք ոչ միայն հիշողությունը Եղեռնի այլ նաև պայքարի վառվող կրակը նրանց փոխանցենք պայքար ամեն օր ամեն վարյան ամեն րոպե ամենակարևորը բանջարությունն է պետք է բանջենք այո ցեղասպանությունը վեցավ ամեն մարդ գիտե գասկածի տակ չկա ուրեմն ադոր արդյունք բիդելա բանջարություն եւ որ մենք բանջարություն չունենանք եւ մեր թշնամի թուրքը չսկա թե ժողովուրդ կա մարդ կա որ կբանջարդիրե բանջ կներկայացնե անժամանակ նույնը պիտի գրտնե ավակային Եթե գուսենք հայ մնալ, հայ ապրիլ, պետք է այսօրն է սկսյալ մեր բանջները ներկայացնենք եւ հետապնդենք մեր բանջները եւ մնանք հայ, մտածենք հայորեն եւ ապրենք որպես հայ Օրինակ, քանի տարի կարելի է ասել never again, բայց նորից կրկնվում է անընդհատ Այդ բանը որսի, այնքան է որ չենք բանջեր, չենք ուզեր մեր Գուլստյան Հայաստանը, չենք ուզեր մեր հողերը թուրքը պիտի շարունակե, որովհետեւ թող հայրս never again, հո կարևոր չէ, մեծ համար կարևոր չէ, խոսք չկա այլևս, վերջացավ խոսքը, արդյունքն է, աշխատանքն է, խոսել չկա, խոսքով ապուր չեպիր Մենք այսօր կանգնած ենք որպեսի վկաներ եւ որպեսի ասենք որ այս գործը շարունակելու ենք պայքարը պետք է լինի եւ պետք է ակտիվ պայքար լինի ակտիվ պայքարենք եւ ամեն ցևով պայքարենք թե ռազմական ցևով թե մշակութային ցևով թե զարգացումի ցևով զարգացնենք Հայաստանը զարգացնենք հայրենիքը ունենանք քերտ արտիական զենքեր եւ այդ ցևով միակ ցևն է որ գնանք խաղաղությունը ստեղծել մեր հարևանները Օսաննա, բելգիկացիներ չեն, ֆրանսիացիներ չեն, որ համերաշխը մեկ կողմ է մյուս կողմ երթաս, ինքնաշարժիտ քշեց առանց վտանգի։ Այսօր ով որ մեկ հայը գրնա երթալ Ադրբեջան Բաքու։ Չի գրնար եւ խաղաղությունը գլա միան որ մենք հավասար զարգացման ուժ ունենանք եւ որ մեր թշնամին գիտնա որ եթե մեզի ագրեսիվ ստա երեք հատ ագրեսիվ միտանք Շնորհակալություն այո ճիշտ եք ես հիշում եմ դեռ սովետական տարիներին փոքրիկ էի ամենամար իմ հայրը մեզ տանում էր դեպի Սևծով չէ՞ մամ եւ երբ որ պիտի անցնեինք Ադրբեջանի մեջով դա խաղաղ պայմաններում միշտ հայրս ասում էր նախորոք ամեն ինչերնիդ արեք հետո նոր Ադրբեջանից պիտի անցնենք, որտեղ այնտեղ կանգնել չկա, որովհետև դեռ են խաղաղ պայմաններում մենք գիտեինք, որ լուրջ ցեղասպանությունը դանդաղ ընթանում էր։ Քեզ հարցնեմ, օրինակ հիմա այսպիսի մի հարց,
Դու կարծում ես հնարավոր է խաղաղություն երկրում, եթե մենք լռենք եւ եթե շարունակենք հանձնվողական, պարտվողական վերաբերմունքը մեր ճշնամու նկատմամբ։ Ինչ ես կարծում, կհասնենք մենք խաղաղության այդպես, մոռանալով, փակելով Եղեռնի գիրքը, այս էջը։ Իհարկե ոչ։ Դրանք այն ցեղերը չեն, որոնք հասկանում են մարդկությունը, հասկանում են խիղճը, հավատը, նրանք չունեն դա։ Նրանք ձերքդ մատը տվեցիր, ձերքդ կգցեն, ձերքդ տվեցիր, գլուխդ էլ հետը կտանեն։ Այդպիսի մարդկանց հետ հնարավոր չի։ Ոչ խաղաղություն, ոչ համերաշխություն, ոչ հասկացողություն։ Իսկ ինչպես կարող ենք հասնել խաղաղության Հայաստանում։ Դե միակ ձևը նա է, որ մենք հավասարազոր լինենք իրենց դիմակայելու եւ այդ դեպքում մենք կկարողանանք ունենալ խաղաղություն։ Բայց միևնույնն է, նույնիսկ այդ դեպքում մենք պիտի անընդհատ մտածենք ավելի զարգանալու, ավելի ուժեղանալու, ավելի առաջ գնալու, հզորանալու, որովհետեւ այս տարիները ցույց տվեցին, որ մենք նստեցինք հանգիստ, ոչինչ չարեցինք, մտածելով, որ Ռուսաստանը խոստացել է կօգնի, բայց իրենք այդ ընթացքում իրենց ռազմական հզորությունը շատ բազմապատկեցին։ Հիմա այսօր, ենթադրենք հիմա այսօր Ռուսաստանը չկա, մենք մեր գլխին ենք, ինչպես ես դու տեսնում, հնարավոր է, որ մենք այսօր այս իրավիճակում զարգանանք։ Ինչ պետք է անենք, Այս իրավիճակում իհարկե ոչ, մենք պիտի ունենանք անպայման ազգային գլուխ, ազգային իշխանություն, որը որ կփնտրի եւ կգտնի մեզ համար հարմար բարեկամներ, դաշնակիցներ, որոնց հետ մեր բաները կհամընկնեն։ Այո, եթե համընկան, այդ դեպքում մեր շահերը երբ որ համընկան, այդ դեպքում արդեն օգնությունը կլինի անպայման։ Ու կարծում եմ այդպիսիները շատ են, այդպիսի երկրները շատ են տվյալ պարագային, որովհետև Հայաստանը իր դիրքով այնպիսի տեղում է գտնվում, որ շատ-շատերին հետաքրքրում է, շատ-շատերին, ինչպես մեր թշնամիներին, այնպես էլ մեր բարեկամներին։ Համաձայն եմ, ճիշտ եք ասում։ Հայաստանը այդպիսի դիրքում է գտնվում եւ այո, մեզ պետք է որ Հայաստանը հզորանա։ Եվ Հայաստանը հզորանալու համար օրինակ դուք ինչ եք կարծում, պարոն Արմեն։ Ինչ պետք է անի հայ ժողովուրդը այսօր։ Արդյոք կա հայ ժողովրդի մեջ այդ ուժը, պայքարի այդ կրակը, որ կարողանա այսօր գնա դեպի հաղթանակի, հասնի հաղթական Հայաստանի։ Ինչ եք կարծում։ Ունենք մենք այդ ուժը։ Անշուշտ ուժը ունենք, ուղղակի այսօր ժողովուրդը ոնց որ ցանկությունը չունի, մտածրել են 35 տարվա ընթացքում այդ ցանկությունը եւ ի շնորհիվ 4 վարչակարգերի ջանքերի ազգին տարան պարտվողական մտածելակերպի այնինչ որ այսօր բուծվում է խաղաղության խաչմերուկ այդ կեղծ օրակարգի շուրջ ժողովուրդը այդ խայծը ուտում է, այո, խաղաղությունը շատ լավ բան է, բայց ինչպես մեր ԱԺԲ-ի մեծերն են ասում, այդ խաղաղությանը հասնելու համար հարկավոր է ազգային իշխանություն, որը ոչ թե պետքա, որ ասում ենք ուժեղանալ, ինչպես Վարուժան Ավետիսյանը ռեժիմ չենք անել ուժեղանանք։ Մենք ունենք իրավարար վճիռ, որը պետքա ներկայացվի միջազգային հանրությանը եւ այդ խաղաղությունը ձեռք բերվի միջազգային ասպարեզում, որովհետեւ այստեղ մուսկուլների հարց չի գնում, հեչ կապ չունի Ադրբեջանը քանի միլիարդ դոլարի զենք է գնում, կամ Թուրքիան ինչքան է բնակչությունը մեծ, այսօր ամեն ինչ լուծվում է համաշխարհային տարածքում իրավունքի ուժով։ Իրավունքն է ուժը, որը մենք ունենք, իրավունքը նորից ասում եմ, դա մեր իրավարար վճիռն է Վուդրո Վիլսոնի, որը անբեկանելի է եւ այս 4 ոճրագործ իշխանությունները թաքցնում են դա, երբեք դրան չեն անդրադառնում եւ ինչ որ ճղճի Ալմատի պայմանագիր են բերում, որը 0 արժեք ունի եւ որը խաղաղություն չի բերում, ընդհակառակը դա բերում է նոր պատերազմ եւ դա հանգեցնելու է նոր ցեղասպանության։ Մեր ժողովուրդը կցանկանայի, որ սա այս հասարակ ճշմարտությունը հասկանար եւ գնար ազգային արժեքների հետևից, ոչ թե 5-10 հազար դրամ ընտրակաշառքների հետևից,
որը բերում է մեր ազգի եւ մեր երկրի կործանմանը։ Նորից եմ ասում, ուժը կա, ոչ թե ժիմ քաշելով, այլ մենք ունենք եւ ունենք դաշնակիցներ առաջին հերթին, որ այսօր մեր մեջքին կանգնած է, դա Ֆրանսիան է, անձինս Մակրոնի, որը անշեղորեն մեր հայկական հարցերը բարձրացնում է եւ ավելին շեշտում է, որ ինքը Նիկոլը չի, պարզ ասում է, որ ինքը Նիկոլից ավելի շատ է շահագրգռված Հայաստանի անկախությունով եւ ինքնիշխանությունով, քան թե այսօրվա իշխանությունը։ Այսքանը արդեն բավական է ժողովուրդը հասկանա, թե ով է նստած, ինչ թուրք է նստած այդ կառավարության շենքում։ Այսքանը։ Մենք ուժ ունենք եւ վրեժ մինչեւ վերջ։ Վրեժ մինչեւ վերջ։ Այո, վրեժը հավերժը, եթե չկա սուքը հավերժը, եթե չկա պայքար, եւ եթե վրեժ չլինի, չենք ունենա պայքարի ուժ եւ չենք հասնի հաղթանակի։ Օրինակ Արաքսի, ինչ ես կարծում այսօրվա իրավիճակում մեր պահանջատիրության հարցը ինչպես կարող ենք լուծել, դա որ հարթակում, ռազմաքաղաքական, իրավական կամ դիվանագիտական հարթակում, ինչպես կարող ենք լուծել մեր պահանջատիրության հարցը այս օրերին։ Լավ հիշեցիր Մովսես Գորգիսյանցի խոսքը, սուքահավերժ է, եթե չկա պայքար, մենք 110 տարի սքացել ենք, բայց ոչ թե պայքարել։ Մենք 110 տարի ասել ենք հիշում եւ պահանջում ենք։ Մենք հիշել ենք, բայց չենք պահանջել։ Հիմա այդ հարցը թե ինչպես պիտի արվի, ես կասեի եւ դիվանագիտական ճանապարհով, եւ ռազմական ճանապարհով, մենք շատ լավ գիտենք, որ Թուրքը, իսկ Ադրբեջանը ինձ համար նույն աղբն է, հող սիրող երևույթ է։ Ուստի հողը անգամ դիվանագիտորեն, երբ որ մենք հասնենք այդ հաղթանակին, որ աշխարհին ցույց կտանք Woodrow Wilson-ի իրավարար վճռով մեզ հասանելիք սահմանազատված իրավարար վճիռը, միևնույն է, մեր թշնամին այն չի լքելու հոժարակամ։ Մենք դրա շատ օրինակները տեսել ենք պատմության ընթացքում։ Ուստի այո, մենք պետք է հասնենք նրան, որ դիվանագիտորեն աշխարհը վերստին կճանաչի մեր սահմանները, դա ինքնին արդեն զսպող շապիկ կլինի մեր թշնամիների վրա, որը մեզ հնարավորություն կտա հզորանալու, զարգանալու եւ այդ անգամ արդեն մենք ուժով հետ կբերենք մեր կորցրածը, եթե պահանջվի, եւ ես վստահ եմ այդպես է լինելու, բայց այս անգամ աշխարհը մեզ չի ճանաչի որպես ագրեսոր, մեզ կճանաչի ազգ, որ ազատագրում է իր հայրենիքը։ Ուստի ես այդպես եմ տեսնում, եւ դիվանագիտորեն եւ ռազմական ճանապարհով։ Իսկ կարծում ես դու մեր ազգը այսօր այսքան հալածված, այսքան մերժված, այսքան կծկված, քնած, կարծում ես մեր ազգի մեջ կա այդ ուժը, այդ պայքարը մղելու։ Իհարկե։ Կարծում ես ունենք մենք այդպիսի հայորդիներ այս պայքարը մղելու։ Միանշանակ կասկած անգամ չունեմ ու երեկվա ջահերով երթը դրա բառապացույցն էր։ Մենք տեսանք տասնյակ հազարավոր հայ ժողովուրդը դուրս էր եկել, ամեն տարի են ջահերով երթանում, բայց ոչ մի անգամ այդքան մարդաշատ չի եղել։ Բայց երեկվա ջահերով երթը դրա բառապացույցն է, որ ժողովուրդը ուզում է փոփոխություն, որ ժողովուրդը պահանջատեր է, որ ժողովուրդը տեր է, ընդհանրապես փնտրում են առաջնորդներ։ Ցավոք սրտի նույն ժողովուրդը այնքան գիտակից է, որ այդ հանցավոր շրջանակի մեջ չի ուզում, չի վստահում որևէ մեկին, բայց առաջնորդ որպես այդպիսին այդ շրջանակից դուրս դեռևս չի տեսնում, դա էլ գալիս է հենց նույն այդ համակարգի ճղճիմ աշխատանքի արդյունքում, որ այն հայորդիները, ովքեր պատրաստ են զոհողությունների եւ առաջնորդի շարժումը, նկատված չեն ճանաչվում, չգիտեն նույնիսկ նրանց գործունեության մասին, բայց կարծում եմ մեր համառության արդյունքում դա էլ կլինի, ես կասկած չունեմ, դա էլ կլինի, երբ որ ժողովուրդը կհասկանա, որ կա այնտեղ մի ուժ, որ տարիներ շարունակ ասում է ես ունեմ այդ բանալին, հետևիր ինձ եւ կհետևի հենց այն միակ ուժին, ազգային ժողովրդավարական բևեռին, Սասնա Ծռերին,
Եվ այդ փոփոխությունը մեր երկրում կլինի, ես կասկած չունեմ։ Ես էլ նկատում եմ այս վերջերս, որ կարծես ժողովուրդը մի քիչ ավելի ուշադրություն է դարձնում ազգային ժողովրդավարական բևեռի գործունեությանը։ Դեռ չեն լիովին լծվել այդ գործին, բայց արդեն ուշադրություն են դարձնում։ Տարբեր կողմերից հարցազրույցների են կանչում, լսում են խոսքը, որոշ կազմակերպություններ վերցնում են խոսքը։ Եվ օրինակ մենք մեզ մոտ ունենք Սասնածուր Խաչիկ Պողոսյանը։ Ես հարց ունեմ, պարոն Պողոսյան, ձեզ հարց ունեմ։ Ուրեմն հիմա դուք որպես Սասնածուր տեսնելով այս ամենը, որ կատարվում է հայրենիքում, լինելով նաև Սփյուռքում ժամանակավորապես տեսնում եք Սփյուռքը ինչ իրավիճակի մեջ է, ինչ եք կարծում, ինչ է հնարավոր անել կամ ինչ պետք է անենք, որպեսզի կապ ստեղծենք Սփյուռքի եւ հայրենիքի մեջ, որպեսզի նրանք սկսեն գործել որպես մեկ մարդ, մեկ նպատակի համար միասին։ Ինչ եք կարծում, ինչ կարելի է անել։ Եթե հայությունը վերցնենք որպես մեկ օրգանիզմին կառավարում է գլուխը։ Եթե երկրի գլուխը չի կառավարում, ցրում է բոլորին, հասկացանք, չէ՞։ Ուրեմն չի կարող տեղի ունենալ համախմբում։ Ուրեմն ազգային արժեքների պահպանումը, զարգացումը, բանակի հզորացումը, կրթության որակի բարձրացումը ամեն ինչ գալիս է պետության գլխից։ Նա է կազմակերպիչը, ռեսուրսը նա է տիրապետում։ Անգամ Սփյուռքի նախարարություն ունեն, որ Սփյուռքի հետ պետք է կապեր զարգացնեն, չէ՞։ Հիմա երբ որ ասենք պետության գլուխն սկսել է խալխլել ամեն ինչ, արդեն յուրաքանչյուրս մեր հերթին դարձել ենք ազգային արժեքի պահապան, կրթության պահապան, սովորույթի պահապան։ Եվ այս Նիկոլի այս ազգադավ գործողությունը օրինակի մեջ ես այնքան բան գիտեի փաստորեն մեր ազգային արժեքներից ու արմատներից, որ երբեք չէի բարձրաձայնում։ Ինքն ինձ ստիպեց, որ ես բարձրաձայնեմ ու հիմա էլ ասում եմ, լավ, ես այսքան բան որտեղից գիտեի։ Հասկանում եք։ Այսինքն մեր մեջ այդ ամեն ինչը կա։ Մեզ մնում է գլուխ, որ այդ ամեն ինչը հավաքի, ընդհանրապես։ Եվ դա պետք է անի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այդ որ ասում են պետք է միավորվենք, ոչ, պետք է միավորվենք պետության գլխի շուրջ, բայց գլուխը փոխելուց հետո։ Այսինքն միայն պետության գլուխը կարող է ինքն է տիրապետում այդ ռեսուրսին։ Այո, ինքն է տիրապետում այդ ռեսուրսին։ Բոլոր ռեսուրսները կառավարվում կամ հզորացվում կամ քանդվում է պետության գլխի կողմից։ Դրա համար ենք ասում պետության գլուխը մինչև ազգային չլինի, ոչ մի բան չի հավաքվի։ Ես ասում եմ իմ մեջ այնքան ազգային արժեք կա, անգամ ես եմ զարմանում, թե որտեղից այդքան իմ մեջ։ Բայց ես երբ կարող եմ համագործակցել, երբ որ պետությունը կառավարման համակարգ ստեղծի, ինձ օգտագործի, քեզ օգտագործի, մյուսին, բերի մի դաշտ։ Ոչ թե ինձ ցև սարքի, մյուսին սպիտակ, մյուսին դաշնակ, մյուսին չգիտեմ ինչ, ու ասի դե կերեք իրար։ Եվ չի ստացվի։ Այսինքն այսօր մենք Այսինքն գլխի փոփոխության անհրաժեշտություն կա։ Ուզում է զենքով լինի, ուզում է փայտով լինի, քարով լինի, թե հավաքվելով լինի, պետք է արվի։ Միանշանակ պետք է գլխատվի, մի հատ էս թունավոր գլուխը պետք է հեռացվի։ կառավարությունը պետք է փոխվի։ Միանշանակ, ոչ միայն Նիկոլով, այնտեղ բոլորը միանշանակ հակված են թուրքական ծրագրերի մեր երկիրը, ես մի փակագիծը չնայած դա բոլորից է հայտնի։ Հայաստանի նորանկախ հանրապետությունը երբեք քաղաքականություն արտաքին չի վարել։ Որովհետև այն առաջի երեքը Լևոն Ռոբերտ Սերժիկը Կրեմլի հանձնարարություններն են կատարել։ Այսինքն Կրեմլի հանձնարարություն կատարել նշանակում է լինել հանձնակատար, ոչ թե քաղաքականությամբ զբաղվող։ Այս մեկն եկել է այն խելոք գարի պես օխտմեր է ծծում, Բաքվինն էլ է անում, Կրեմլինն էլ է անում, Անկարայինն էլ է անում, այսինքն մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Դրա համար մենք ցակուցրիվ ենք եղել։ Ես անհատապես հզոր մարդ եմ, ես ոչ թե գլուխս եմ գովում, ձեզ ճանաչելով դուք ասեք ցանկացածը հզոր է։ Ինձանից առավել, բայց եթե մեզ հանգարց պետության գլուխը կառավարման լծակներ չմշակի, փող չծախսի, արժանի մարդիկ չբերի այդ գործի գլուխ դնի, մենք չենք կարող ուժ դառնալ։ Ընդհանուր սա է խնդիրը։ Փոխել Նիկոլին եւ իր ռեժիմը, գլխատել, ջարդել, փշրել, վառել, ոնց ուզում եք։ Ես կողմ եմ բոլոր տարբերակներին, ինչքան շուտ, այնքան լավ։ Այո, շատ ճիշտ խոսք էր։ Ազատություն Սասնածռերին, այո, ինձ թվում է նրանք էլ են միավորող ուժ։ Լավ, դուք ունեք մի խոսք ասելու, որպես տատիկ, որպես մայրիկ, հայ կանանց ինչ կուզենայիք ասել այսօր, Եղեռնի օրով, որպեսզի վառ պահեն մեր նախնիների հիշատակը, որպեսզի արթուն պահեն իրենց մեջ պայքարի
կրակը եւ որպեսի անցնեն գործողության։ Ինչ կասեիք։ Ճիշտ նույն ձեր ասածը։ Բոլոր մայրերը պետքա ճիշտ դաստիարակեն իրենց երեխաներին, որպեսզի ապագան լավ լինի ու փրկություն լինի հայրենիքին։ Մանուկ հասակից պետք է դաստիարակենք մեր երեխաներին, դեր մանկապարտեզից դեր օրորոցից պետք է մենք արդեն սերմանենք հայրենասիրությունը, հայրենատիրությունը։ Դե Արա ջան, ինչ խոսք ունես ասելու հայ պատանիներին։ Օսանա ջան, ամենասկզբից դու մի հատ հարց տվեցիր, Կամուրջը, չէ, ինչ է ձեր համար հայ լինելը։ Ինձ համար հայ լինելը իմ մշակույթի կրող լինելն է, իմ պատմության կրող լինելն է, իմ հիշողության տերը լինելն է, իմ իրավունքների տերը լինելն է։ Մենք այսօր արժանազուրկ ազգի ենք վերածվել, էլի կրկնվեմ իմ ընկերների ասացի համաձայն, որովհետև մի խրտվիլակ է նստած երկրի ղեկին, որը գլուխ համարելով իրան, իրավունք է իրան վերապահում, ինչ ուզի անի, ինչ օրենքներ ուզենա ընդունի եւ կործաման տանի մեր պետությունը։ Մենք խնդիր ունենք մեր իրավունքների, մեր արժանապատվության տերը դառնալու եւ դրա միակ ճանապարհը խիզախություն ցուցաբերելն է, դրա միակ ձևը թշնամիներին եւ բոլոր թշնամիներին եսի նկատի ունեմ, ոչ միայն թուրքերին կամ ադրբեջանցիներին, նրանց թիկունքում մշտապես թաքնված Ռուսաստանը համար մեկ թշնամին է մեզ համար եղել, ես հիմա այդպես եմ կարծում եւ մեր ցեղասպանության պատժի մեղավորների ցանկում նա առաջի տեղն է գրավելու եւ մենք նրանից ենք նաեւ պահանջելու հատուցում։ Մենակ այս մեթոդաբանությամբ, այս գործելավոճով, այս սկզբունքներին հավատարիմ լինելով մենք կարող ենք վերականգնել մեր արժանապատվությունը եւ շարժվել առաջ եւ համոզված եմ արժանի ղեկավար ունենալու պարագայում մեր քայլերը թռիչքաձև վերել կապրեն։ Շնորհակալություն։ Շատ մերսի, այո, շատ ճիշտ եք ասում, լավ մտքեր են արտահայտվում, այո, մեր մեջ կա այդ ուժը, հարկավոր է, որ երկրի ղեկավարությունը փոխվի, սիստեմը փոխվի։ Հայ ժողովուրդը շատ ջերմ ժողովուրդ է, արդար ժողովուրդ է եւ հզոր ժողովուրդ է եւ գեներով դա գալիս է։ Նայ որքան ազգեր են եկել ու գնացել, բայց մենք, չգիտես ինչու, այս հազարավոր տարիներով միշտ կոտորվելով մենք դեռ կանք եւ դեռ միշտ ծաղկում ենք, ուր գնում ենք այնտեղ նորանոր հաջողությունների ենք հասնում եւ ծաղկացնում ենք բոլոր օտար երկրները։ Ինչու չծաղկեցնենք հենց մեր երկիրը։ Երկու խոսք, ձեր խոսքը ասեք այսօրվա կապակցությամբ, ինչ կուզենայիք ասել հայ ժողովրդին, հայ տղամարդուն, հայ երիտասարդին։ Մենք նախ այսօր պատահական չի, բնավ պատահական չի, որ ապրիլի 24-ին եկել ենք առաջ երթին այցելել ենք հուշահամալիր, Մոնտեբելոյի հայտնի հուշահամալիր, բայց մեր այցն ենք մատուցում նաև վրիժառուների ներկայացուցիչներին, ներկայացուցիչներից մեկին, որը սատկացրել է եւ էլ պատահական չի, հենց Ադրբեջանի ղեկավարներից մեկին, սա ազդանշան Իլամին վիրավորմակին, բայց նաև հիշեցնեմ, որ Թելերյանը երբ որ սատկացրեց Թալյատին, նախքան այդ Թելերյանը սատկացրեց Յան ազգանունով մեկին, այս էլ ազդակ են մյուս, այսօր ես մի տեսակ ճանապարհին նոր մտորում էի, այն հունվարին Այրդուհանին վերջնական այսպես ղազագիր ներկայացած հիշում եք չէ՞, գիրքը գրկած է ժպտատեմ կենտանին, որ այսօր ծիծեռնակաբերդում էր, ես մտածում եմ երկու տարբերակ է հնարավոր, սա որոշակի տրիգեր է հայ մարդու համար, ոնց որ ասում եք, այսինքն մենք այսօր հանդուրժեցինք ծիծեռնակաբերդում Թալյատին, սա ազդակ բոլոր հայ մարդկանց կապ չունի կին տղամարդ, որովհետև այսօր հայ կանայք հենց ստեղի ներկայությունը ձեր այդ վառ վկայությունն է, սա իրոք տրիգեր տվեց, կարծես, սա առաջի անգամն է, որ ծիծեռնակաբերդում հայտնվում է Թալյատի լամուկը, սա թող յուրաքանչյուր, ես այդ ուղերձն է, որ կոնկրետ ինձ եկել է այդ ուղերձը, որ
Դե չէ, ոմակով, մենակ չէր, հա, բայց այդ ճամփաները սրիկաների փակված, որպեսզի ոմակով, ժողովուրդը հա, սմարթ որտեղ կլինի։ տատիկներ կային, պապիկներ կային, որ ժամերով կանգնել էին, չէին կարողանում մոտենալ, բայց սա շատ յուրահատուկ բան է։ Եվ մի հատ էլ յուրահատուկ բան կա, որ ուզում եմ ես էլ ազդակ լինի։ Ցեղասպանությունը իհարկե երկար տևեց, տարիների բան ունեցավ, բայց եթե sense նայենք 15 թվին տեղի ունեցավ ցեղասպանությունը եւ Սողոմոնը երբ սատկացրեց Շամվորտուն 5-6 տարի հետո, չէ։ Այսինքն հայ ժողովուրդը այդ հարվածը ուտելուց հետո խելք եկավ 5-6 տարի հետո, երբ որ 19 թվին հայ հեղափոխական դաշնակցությունը որպես հայկական շահերի, իղձերի, խոսքը այսօրվա դաշնակցության մասին չի խոսքը, դա Աստված իրանք էլ խելքի գան, իհարկե, բայց այդ 5-6 տարվա ժամկետ, էս էլ է տրիգեր, էս էլ է չափազանց կարևոր տրիգեր յուրաքանչյուր հայի համար եւ նաեւ մարդկության համար։ Ինչ վերաբերում է վրիժառուներին եւ դա ապրիլի 24-ի հետ կապված, ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ այս պահանջատիրական շարժումը բնավ պատահական չի, որ սկսվել է 60-ական թվերին հենց ապրիլի 24-ով, ապրիլի 24-ն է եղել այդ սրանք շատ, այսինքն այդ հետո որ դա KGB-ի եւ այլ ուժերի միջոցով, ոչ միայն KGB-ի ուղղորդվեց այսպես 1915 never again, պահանջատեր ենք, հիշում եմ ու պահանջում եմ, չէ, ես մի բան ունեմ պահանջելու ապրիլի 24-ին, այսա, որ սա ես պահանջելու ունեմ եւ յուրաքանչյուր հայի կոչ եմ անում պահանջել ազգերի լիգայի ղեկավար, այսպես ՄԱԿ-ի ղեկավար պետություններից, աշխարհի հզորներից Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Իտալիային եւ Ճապոնիային այն ժամանակ եւ Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնից, որովհետեւ այսօր Դոնալդ Թրամփը որ օգտագործում է անատամ, անհասկանալի ամերիկացու համար անհասկանալի մեծ եղեռն բառակապակցությունը, նա ոչ մի մեղավորություն չունի, որովհետեւ դու քո այսպես կոչված երկրում չունես այսինքն նույն այդ կենտանի թալյատի լամուկը օգտագործես նույն բառերը։ Ինչ հետևաբար եւ այդ ղեկավար կոչվածը երբեք չեմ օգտագործել, չեմ էլ օգտագործելու, որովհետեւ այդ խավարը, այդ մուտը Հայաստանի Հանրապետությունը Սիմոն Վրացյանը Հայաստանի Հանրապետության գրքի մեջ բան ունի, որ նկարագրում է, որ դեկտեմբերի 2-ին եւ երբ որ 20 թվականի 1920, երբ որ դռները փակվեցին կառավարության խավարը իջավ մուտեր Արարատյան դաշտի վրա, Երևանը խավարի մեջ մնաց։ Այդ Երևանը այսօր եւ Երևանը եւ Հայաստանը այդ խավարի մեջ մնացել է։ Պարզապես այդ խավարի միջից հայտնվեց Նժդեհը, որի կողքը հայտնվեցին շատ փոքրատիվ հսկայական հայ ժողովրդի լացուկոցի ամոթի միջի շատ փոքրատիվ հայորդիներ, որոնք փրկեցին Սյունիքը, որի արդյունքում էլ Հայաստանի այդ սովետական օկուպացիայի տակ դերևս որոշակի հայաբնակ հատված կա։ Հետևաբար հայ ժողովրդին մնում է հետևյալը, աշխարհի հզորները տվել են էսի տվել է նաև Միացյալ Նահանգների նախագահը, որը Միացյալ Նահանգների օրենսդրություն է, եթե մենակ համարենք, որ Մեծ Բրիտանիայի ստորագրությունը կա դրա տակ, որը անբաժանելի մաս է ազգերի լիգայի որոշման, որը Մեծ Բրիտանիան ինքը բրիտանական համագործակցությունը առնվազն 40 երկիր է իր մեջ ներառում, այդ թվում նաև Կանադա, Ավստրալիա եւ այլն, այսինքն աշխարհի մեծամասնության կողմից սա իրավական ակտ է, Հայաստանի Հանրապետության եւ բոլորին ուղղակի կոչ եմ անում նաև հուշում Հայաստանի Հանրապետության առաջի, երկրորդ, երրորդ հանրապետություններ գոյություն չունեն, Հայաստանի Հանրապետությունը այդ Սիմոն Վրացյանի ասած 20 թվականի դեկտեմբերի 2-ին օկուպացվել է ռուսների կողմից եւ Արան շատ լավ բան արեց, որ այդ լոզունգն էլ, այսինքն այնքան բանով են աշխատում մեզ, աշխատել մեզ հետ 100 տարի։ Երբ որ ասում են թուրքը իմ թշնամին է, չէ՞։ Թուրքը իմ թշնամին ասելու հետ ես պետք է ասեմ ռուսն էլ է իմ թշնամին եւ ավելի վատ թշնամի է, որովհետեւ նա թիկունքից է խփել։ Նա միշտ հանդես է եկել եւ այդ թուրքը իմ թշնամին է լոզունգը ապրիլի 24-ի դա անընդունելի է։ Թուրքն ու ռուսը իմ թշնամին են, որովհետև Հայաստանը օկուպացվել է, բաժանվել է եւ աշխարհի հզորները որոշել են, որ սա Հայաստանին է պատկանում։ Եթե մենք ունենք երկու ճանապարհ, կամ մենք պետքա կորեն գնանք, ոնց որ են
շատ ազգեր են եկել ու գնացել պատմության քառուղիներում, կամ էլ Տերյանի ասածի պես եգիպտական բուրգերն էլ փոշի կդառնան, բայց մենք էլի հավես կմնանք։ Երկուսից մեկն է, մենք երկընտրանք չունենք։ Մենք այդ երկու երկընտրանքի արանքում ենք, ուրիշ տարբերակ չկա։ Մշակույթի վերջի խոսքս էլ ուղղակի մշակույթին անդրադարձավ եւ Մարգարիտան եւ ընթացքում էլ եղավ։ Ես ուզում եմ մշակույթի գործիչներին, ովքեր որ այսօր այնտեղ մի հատ տիկնիկայինի կաբիկ կա, Ռուբեն Բաբայան, որ գնաց է Աննայից կրթվել էր սովորում, բայց ինքն էլ մանուկներին է իբր տիկնիկային խաղում, տիկնիկային թատրոնում, հաստատ Ռուբեն այդ ինչը Բաբայանների մոտ ձեր երեխեքին մի տարեք հայ մարդիկ, դրանք սրիկաներ են, Աննա Հակոբյան, կիսագրագետ տականքի մոտ կրթվող տիկնիկայինի ղեկավար չի կարող հայ մարդը հանդուրժել, որ իր երեխեքին տանի։ Ինչի համար է ես մշակույթին ուզում անդրադառնայի, Էյնշտեյնի հուշերի մեջ այսպիսի մի բան կա։ Ինքը ասում է, որ երբ որ իրան հարցնում են ինչի համար եք փոշմանել, դուք արդեն աշխարհահռչակ ամբողջ աշխարհը գիտի հարաբերական տեսություն եւ այլն, ինքը այսպիսի մի բան ասում է ամենից շատ ես համաչում եմ, վատ եմ զգում, որ երբ որ ժամանակին հրեա ազգայնականները, սիոնիստները գալիս էին, փող էին ուզում, կապեր էին ուզում, ազգային շահերից էին խոսում, ասում է ես այդ ժամանակ sense թերահավատ էի, չէի կոնտակտի դուրս գալիս, չէի շփվում, բայց ասում է հետո երբ որ այդ Իսրայելը որպես պետական միավոր որպես բան կայացավ, այսինքն հրեական բան եղավ, ասում է մենք նոր հասկացանք, որ շատ մտավորականներ, ազգի այսպես ինտելեկտուալ մասսա, այս ամբողջը չէինք ընկալում։ Ես հիմա ուղերձս էդ է հայ մտավորականներին, ովքեր որ հայ ժողովուրդը ունի հզոր պոտենցիալ, բայց հայ մտավորականությունը այդ պոտենցիալը սեղմող, ծածկող հատուկենտ բացառություններ կան։ Եթե հայ մտավորականությունը, այսինքն մտավորականի տեղում կամ ակադեմիկներ, որոնց վճարում սնուցում է հայ ժողովուրդը, եթե իրանց տեղում լինեն, ես ավելին կավելացնեմ, ոչ միայն մտավորականությունը, հայ եկեղեցին, հայ մտավորականը եւ հայ այսպես կոչված կապիտալ 10-ը, այս 3 10-երը եթե հասկանան թե ինչքան հզոր պոտենցիալ ունեն, հաստատ մենք այդ երկու ճանապարհներից այդ եգիպտական բուրգերն է փոշիկ կդարձնենք, այսքանը։ Շնորհակալություն։ Եվ փառք բոլոր դրիժառուներին, Իրեմես Ֆինդիկյանի, որը ասում եմ, սատկացրել է Ադրբեջանի ղեկավարին, եւ դա ու ազդակ նաեւ Իլհամ Ալիևին եւ ընդհանրապես այս ամենասիմվոլիկը Թելերյանին է, որ 5-6 տարի հետո եղավ ցեղասպանությունից, մենք եթե հաշվենք որ 5 տարի է անցել Արցախի պատերազմից, ոնց որ սիգնալ Բաքվի։ Խնդրում եմ։ Այո, մեզ ցեղասպանության ժամանակ ոչ միայն թուրքերն են եղել, այլ նաև Ադրբեջանի շատ ղեկավարներ, երբ որ նայում ենք հետ պատմության մեջ, այդ նույն մարդիկ, որ մասն են կազմել մեր ցեղասպանության, մեր սպանության, այդ նույն մարդիկ նաև եղել են Ադրբեջանի ղեկավարներ հետագայում։ Բայց մենք այսօր ուզում ենք ասենք, որ, հա, կեղծ պետության, որ ստեղծեցին։ Այո, բայց մենք այսօր ուզում ենք ասենք, որ մենք ճիշտ է ցավում ենք ապրիլի 24-ին, բայց մենք ոչ միայն ցավում ենք, այլև եկել ենք ասելու, որ մենք կանք, պիտի լինենք, դեռ շատանանք եւ մենք մեր գոյությամբ արդեն սպառնում ենք, սպառնալիք ենք թշնամու համար եւ թշնամու կոկորտին, որտեւ եթե մնա մեկ հայ կենթանի, այո, վրեժի օրը գալու է եւ հաղթանակի օրը գալու է։ Ինչ եք կարծում։ Ձեզ էլ եմ ուզում խոսք տամ, ուզում եք ինչ-որ մի խոսք ասեք մեր հայ ժողովրդին, ձեր սրտի խոսքը։ Ես կասեմ, որ մենք արդեն ասելու շատ բան կա։ Շատ ասվել, արդեն գործելու ժամանակներ շուտվանից է սկսել։ Միայն կուզեմ հիշեցնեմ բոլոր այն սերունդներին, ես երրորդ սերունդն եմ, որ մազապործ եւ հայրական եւ մայրական ջարդից բրծան։ Ես շատ լավ եմ հիշում իմ ծնողների պատմածը եւ չեմ կարող մոռանալ։
Եվ դա առաջին հերթին հայի ինքնասիրությունը ամենամեծ հարվածողն է ուրացումը։ Ես կեսօրվա ես նրան կոչում եմ մեր էլ չեմ ասում։ Նա թշնամին է հայոց ղեկին նստած, հայոց գահին նստած։ Եվ այսօր թշնամին փորձում է մեր անցյալը ջնջել, որպեսզի գալիքն էլ չլինեն այլևս, բայց շատ մեծ մարդիկ ասել են հայերը կան եւ կմնան, դա այդտեղ ներքին բանով զգում եմ եւ գեներով մենք հանձնվող չենք այդ։ Այո, գեներով գալիս է։ Մենք պիտի հասնենք մեր ուզածին, կամոք տիրոջ։ Այսինքն ցավի հետ նաև մենք այսօր պետք է պայքարենք, որ եւ հիշենք, այո, եւ պիտի պայքարենք, երկուսը եւ վերադարձնենք, պայքարենք, որպեսզի վերադարձնենք մեր հողը, մեր անունը, մեր պատիվը, մեր ինքնությունը։ Այո։ Շնորհակալություն։ Կարծում եմ այսքանով ուզում ենք ավարտենք, եթե խոսք ունեք ասելու, խոսք ունեք ասելու, պարոն Բարոնի։ Ուրեմն այսքանով ավարտում ենք այսօրվա հաղորդաշարը, կարծում եմ հետաքրքիր ստացվեց, այո այս խորհրդավոր օրով, նորից որպես recap ասեմ, առաջինը այցելեցինք Եղեռնի հուշարձանը Մոնտեբելոյում, խնկարկեցինք, աղոթքն արեցինք, հետո տեղափոխվեցինք այստեղ դեպի Երվանդ Ֆնդկյանի շիրիմի մոտ, Վրեժառու, որպեսզի ասենք, որ այո, մենք ցավում ենք, բայց ցավի հետ միասին մենք պայքարում ենք եւ մենք դրա համար էլ այսօր կանք եւ մենք պետք է պայքարենք եւ գործենք, մինչեւ որ հասնենք, այո, մինչեւ որ հասնենք այն մեծ հայքին, այն Վիլսոնյան Հայաստանին եւ մեր պայքարի բանալիները պարզ են, մեր պայքարի բանալիները նստած են ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդում, որոնց այդ հզոր անձանց, որոնց մենք վստահում ենք, որովհետև նրանց յուրաքանչյուրի պատմությունը պարզ է եւ հասանելի, ուստի եկեք պայքարենք եւ հասնենք մեր հաղթանակին, սիրելի հայ ժողովուրդ, եւ երիտասարդներ, դուք մեր ապագան եք, մենք ձեզանով ենք հիանում, միավորվեք մեզ։ Ցտեսություն։